Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք Վելես փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Տիգրան Թոմասյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես է ձեր տրամադրությունը եւ տպավորությունը, ինչպիսին է փաստաբանական գրասենյակների էքսպոյի վերաբերյալ։ Շնորհակալություն հարցի համար։ Տրամադրությունը շատ լավ է, շատ ողջավորված ենք, թե ես, թե իմ թիմը։ Արդեն երկրորդ օրն է ինչ տեղի է ունենում Legal Expo 2026-ը։ Ինչպես որ ակնկալում էինք ի սկզբանե, հանդիպեցինք արդեն իսկ ոլորտում կայացած մեր ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, ձեռք բերեցինք նոր ծանոթություններ, ինչպես նաև տաղավարում հյուրընկալեցինք քաղաքացիների, ում հետ քննարկեցինք իրենց իրավական խնդիրները, փորձեցինք մեր աջակցությունը ցույց տալ։ Ընդհանուր առմամբ նաև շնորհակալություն կուզենամ հայտնել Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատին մեզ որպես երիտասարդ գրասենյակ նման հնարավորություն ընձեռելու համար։ Երիտասարդ է գրասենյակը, ինչպես նաև երիտասարդ է թիմը, այն փաստաբանները, ովքեր որ աշխատում են գրասենյակում, որ ոլորտներում եք դուք առավել շատ մասնագիտացած։ Մեր մասնագիտացման ոլորտներն են քաղաքացիական, վարչական, հարակից ոլորտներ, սնանկություն, աշխատանքային, ժառանգություն, հարկային հարցերով։ Մոտ ապագայում պլանավորում ենք ընդլայնել մեր ծառայությունները, որոնք որ մատուցում ենք, ինչպես նաև ակտիվորեն ներգրավում ենք երիտասարդ ուսանող իրավաբանների պրակտիկայի հնարավորություն ենք առաջարկում, ինչը մեզ տալիս է նոր մարդկանց հետ ծանոթությունների հնարավորություն, ինչպես նաև դիտարկում ենք, ինչպես արդեն նշեցի, մոտ ապագայում ունենալ նաև քրեաիրավական ուղղվածությամբ մասնագետների, բաց ենք համագործակցության համար։ Որ համարի տաղավարի ներքո է գրասենյակը ներկայանում, հասցրել եք արդեն ընդունել այցելուների անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել։ Veles Consulting փաստաբանական գրասենյակը ներկայանում է թիվ 18 տաղավարում։ Այո, ապրիլի 25-ին արդեն, իսկ 3 հյուրընկալել ենք մեր տաղավարում քաղաքացիների, ում հետ քննարկել ենք տարբեր իրավական իրենց ուզող խնդիրները, հարցերը, նաև փոխանակվել ենք մեր այցեկարտերով, իրանց հետ մեր այցեկարտերն ենք տվել, ցանկություն մարդիկ կան, ովքեր որ ցանկություն են հայտնել նաև հետ կապ մեր հետ պահպանել, զանգարել, այցելել մեր գրասենյակ։ Ինչպես ստեղծվեց Վելեսը, զարգացման մասին խոսեք մի փոքր։ Իհարկե, նախ առաջնահերթ կուզեմ ասել, որ Վելեսը դա սլավոնական դիցաբանության մեջ արդարության աստվածն է, ով նաև հանդիսացել է որպես հոգևոր ուսուցիչ եւ առաջնորդել է մարդկանց արդար ճանապարհով, ինչպես նաև զարգացրել է եւ հնարավորություն է տվել նոր տաղանդներին իրենց խոսքը, իրենց գործունեությունը ծավալել։ Նույն մոտեցմամբ հիմնադրվել է մեր փաստաբանական գրասենյակը, համեմատած ուրիշ փաստաբանական գրասենյակների, մեր գրասենյակը ավելի երիտասարդ, նոր գրասենյակ է։ Փորձի տեսանկյունից կարող եմ ասել, որ դիտարկում ենք, որ փորձը ոչ միայն տարիներն են, այլև փաստաբանական գրասենյակի մոտեցումը, աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, հետևողականությունը, դրա հետ կապված ունենք որդեգրած 3 կարևորագույն սկզբունքներ՝ պատասխանատվություն, հետևողականություն եւ նվիրատվություն մեր իսկ կատարած աշխատանքին, ինչպես նաև կուզենամ նշել պատասխանատվության տեսանկյունից, մեր փաստաբանական գրասենյակը զուտ աշխատակիցների խումբ չէ, մենք իրականում ընտանիք ենք, որտեվ կինս էլ է մեր հետ աշխատում, մենք ընկերներ ենք, իմ ընկերն է նաև աշխատակից է հանդիսանում եւ մեզ շատ մտերիմ աշխատակից ունենք նորից։ Դրա հետ կապված մեր պատասխանատվության տեսանկյունից, եթե յուրաքանչյուրը ունի իր անձնական պատասխանատվությունը գործի նկատմամբ, մյուս մեր աշխատակիցը, դա կլինեմ ես կամ մյուս մեր աշխատակիցը նույնպես իր անձնական պատասխանատվությամբ հետևողական է ուրիշի գործին եւ մեր յուրաքանչյուր գործը, մեր յուրաքանչյուր հաջողությունը մեր թիմային հաղթանակն է։
Շատ լավ, ամփոփելով մեր զրույցը նաև կխնդրեմ նշեք ինչ հնարավորություններ է նախատեսում գրասենյակը քաղաքացիների համար, հատկապես այն քաղաքացիների, ովքեր հանրային պաշտպանի գրասենյակի շահառուներ չեն հանդիսանում, բայց հաճախ նրանց անվճար իրավաբանական խորհրդատվություն է անհրաժեշտ լինում։ Հիմիկվա ժամանակահատվածում շատ կարևոր հարցադրում եք տալիս եւ իրականում որպես երիտասարդ գրասենյակ մենք մուտք գործեցինք իրավական դաշտ այն ժամանակահատվածում, երբ որ եղան հարկային փոփոխությունները կապված ԱՀ-ի դաշտում փաստաբանական ծառայությունների մատուցման հետ կապված, ինչը սահմանափակեց անվճար խորհրդատվությունների քանակը, որոնք որ ի սկզբանե մեր գրասենյակի հիմնադրման ճանապարհին շատ ակտիվ էին, որտեղ բազմաթիվ բոլոր կարելի ասել թե նախնական, թե զուտ խորհրդատվությունները, որոնք որ մեր գրասենյակում էին կատարվում էին անվճար հիմունքներով, սակայն հիմա այդ առումով որպես երիտասարդ գրասենյակ մենք ավելի սահմանափակ ենք, հաշվի առնելով հարկային փոփոխությունները, սակայն նաև միևնույն ժամանակ կասեմ, որ մեր վճարային գնահատումը շատ ճկուն է եւ յուրաքանչյուր քաղաքացու խնդրի լուծում տալը ավելի առաջնահերթ է, քան օրինակի համար նման գործի համար նախատեսված գումարը ստանալը եւ մենք նաեւ իրականացնում ենք պարբերաբար վճարումներ, հնարավոր է մասնատում իրականացնենք, այսինքն գործի քննարկումից հետո երբ որ հասկանում ենք, որ մենք անելիք ունենք այդ մարդուն խնդրի լուծման համար, մենք միևնույն ժամանակ հետո քննարկում ենք մեր վճարային տարբերակները, թե ինչպես մենք կարող ենք վճարել եւ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վստահորդը մեզ դիմաց քաղաքացին նույնպես իրեն հարմար լինի վճարելը մեզ։ Շնորհակալություն շատ, ձեզ մաղթում եմ գեղեցիկ եւ արդյունավետ օր։ Ձեզ էլ եմ շնորհակալ։